Դե ինչ, կլասների փոխհարաբերություն։ Եկեք զարգացնենք կլասների abstract լինելու տեխնոլոգիան, abstract ոչ թե abstract կլաս, այլ նկարագրություն, շաբլոն, template, գծագիր, ռամուն քիչ տեղ գրավել։ Ինչևից է, կլասները պետքա փոխհարաբերություն ունեն, որ օբյեկտները իրանց ենթարկվելով այդ փոխհարաբերությունը կատարեն։ Կլասը ինքը քանի որ նախագիծ է, ինքը գծագրական այդ շինարարության նայենք, եթե գծագրում գրած չի 5 հարկ, գրած է 4 հարկ, օբյեկտը երբեք 5 հարկ չի կարող ստեղծել, եթե օրենքի խախտում չի անում։ Մենք օրենքները կպաշտպանենք, օբյեկտները ենթարկվում են կլասների այդպիսի նկարագրությանը եւ նրանք անպայման փոխհարաբերություն ունեն։ Այնքան ենք անցել, որ հիմա ուղակի կրկնության դաս է։ Գտե գծագրով արագ ցույց տամ, ահա սա իմ կարճ ասած վերջի դասն էր, որտեղ ես փորձեցի ինտերֆեյս, եւ իրականացում, այդպիսի գործողություն ես ցուցադրել եմ, իրականացում եւ ինտերֆեյս մասի ենք բաժանել, գծագիրը ուղղակի է մնացել։ Հիմա բանից պարզվեց, որ մեր կլասները, ասենք եթե ունենք կլաս, կլաս A եւ կլաս B, արագ եմ գրում, մոդելով է գալիս։ Այս կլասները իրեն պետքա փոխհարաբերություն ունենան, իրավունք ունեն գծագրում, դիզայնում, շաբլոնում, նկարագրությունում, այսինքն կլասը դա նախագծային հիմք է, մոդել է, որպեսզի օբյեկտը ենթարկվի իրար, այսինքն օբյեկտը ենթարկվում է կլասի բոլոր օրենքներին։ Հիմա հարց առաջանում, եթե օբյեկտին ուզում ենք իրար հետ գտնվեն ինչ-որ հարաբերության մեջ, կլասում եթե չափապատկեր է, այս կլասը սրա նկատմամբ ինչ փոխհարաբերություն ունի, այս կլասը C կլասի նկատմամբ ինչ փոխհարաբերություն ունի, մենք պետք է անպայման նախորոք սա կատարենք։ Դրա համար class object համակարգում կլասը նոր եկավ միտքս, դա իր ֆիլոսոֆիան է։ Օբյեկտը դա իր կոնկրետ առարկան է։ Ահա այսօրվա առարկայի կոնտեքստում ես փորձեցի դա բացատրել։ Եվ մեր խոսելու տեսակետից փորձենք գոյությունի 3 տեսակ հարաբերություն։ Հետաքրքիր է, օբյեկտը client server հարաբերություն մենք կտեսնենք։ Կլասը link չունի։ Link-ը բան է, կապի միջոց է կոչվում։ Տարբեր տեղերից ծրագրավորումից, object-oriented-ից, C#.net-ից, նույն C++-ից։ Link-ը հին գաղափարախոսություն է։ Երբ որ A object new A եք սարքում, դա client է կոչվում։ Եկեք այդ սահմանումը եւս մի անգամ հիշենք։ Եթե ես որևէ տեղ գրեմ ուրիշ գույնով A object հավասար է new A, բայց ես գտնվում եմ B կլասում, B կլասի որևէ ֆունկցիայում չմոռանալ կոդը, այսպես մենք նշենք, որ հասկանալ լինի, ֆունկցիայի այս մասում, այս բոլ, այս սա, ֆունկցիայի կոդը։ Երբ որ ֆունկցիայի որևէ մասում գրում եք այս արտահայտությունը, սա կոչվում է link։ Կապ B կլասը կապ է հաստատում կամ պահանջարկ ունի եւ այնտեղ client server է ստացվում։ B կլասը դառնում է, ասենք սովորական մարդ, որ գնում է խանութ, A կլասը դառնում է խանութ, որ պետք է բավարարի մեր պահանջները։ Այսինքն մենք A կլասից ցանկանում ենք օգտվել։ Client server է դառնում, եթե մենք պահանջարկ առաջարկի տեսակետից նայենք, link-ը դառնում, որ կապի միջոց։ Բայց բացի այս տեսակետից գեղեցիկ տեսակետ է, որ ցանկացած կլասում B, C զեղինով, նորից նշեմ, ցանկացած B կլասում, եթե որևէ ֆունկցիայի մեջ որևէ կլաս եք ստեղծում, ինքը փոխհարաբերում է A-ի հետ, բայց հիմա կդի նշենք այդ 3-ի մեջ չի մնում։ 3 չի, այնտեղ 2+1 է կոչվում։ Ինչևից է սա անունը կոչվի սովորական, երբ որ դուք A object new A եք անում, անընդհատ անում եք, առաջինը link-ն է առաջի տեղում, link, K-ով չէ, K-ի դեպքում query է դառնում, լրիվ ուրիշ առարկա է։ Ինչ պատճառով սրա գույնը դուրս չեկավ։ Ահա, այսպես link։ Ինչևից է։ Դիզայներական էր։ Եվ ես հանգստացա արանքով։ Ժառանգականություն։ Չեմ ուզում խոսեմ։ Եթե դուք որևէ մի առարկայից անցել եք, հասել եք ֆիլիսոփայության, նույնիսկ խոսելը ավելորդ, այստեղ ասում են խոսքերն ավելորդ են, բայց փորձեմ իրեն եւս մի անգամ հիշացնել։ Կլաս ունի փիլիսոփայություն, ունի ընդհանրացում եւ մասնավորացում։
Օրինակ, իմ օրինակում գրած է ծաղիկների ընտանիքում վարդը մասնավոր դեպք է։ Ինչևից է։ Եվ անունը կդնենք ժառանգականություն, կդնենք C#-ում 2 կետ, Java-ում ուրիշ ձևյա extension-ը որ անուն կար չեմ հիշում, եւ is-ը կոչվում անգլերեն էությունը, ով անգլերեն էությունը հասկանում է, is-ն կհասկանա, բայց ընտանիքին պատկանելու կատեգորիան անուն դնենք ժառանգականություն, այսինքն մենք վերջապես փիլիսոփայական акցենտներ ենք տալի։ Այո, ժառանգականությունը գիտենք, բայց փիլիսոփայորեն չենք նայել, թեկուզ մեզ մոտ մի տող է կամ 1.5 տող։ Շատ լավ։ Ժառանգականությունը, եթե ասենք վերադառնանք էլի մեր գծագրերին, պայմանավորվենք, դե արջը 7 ունի 7 .NET-ի մասին, այսինքն 7-ն էլ մեղրի մասին, հիմա ես անդադ C#-ով եմ խոսում, չլինելով այդ արջը։ C#.NET-ով մենք խոսենք, վերացական բառեր մեր մեկ ասում եմ, եւ ստացվում է, որ եթե ես ունեմ class A եւ 2 կետ գնեմ B, ու այս B-ն ինչ որ միտեղ կլինի class B, սա կոչվի inheritance կապ կամ ժառանգաբար կապ։ Սրա ոչ բոլոր, բայց հիմնականում բոլոր ունեցվածքը իմ սեփականությունն է։ Ուսի մարդկային կյանքից է վերցրած։ Այսինքն ստացվում է, որ եթե այստեղ public-ով վերցնենք, որ իմ ծնողները ինձ են թողնում, տարբեր ավտոտնակով սկսած, ինչ ասենք, մի հատ լավ գրիչ, որը ենթադրենք ոսկեպատը, լավն է, հիշողություն է։ Ահա ստացվում է, որ սրա բոլոր public-ները, այսինքն որ ինքը ժառանգություն ինձ թույլ տա, այս ձևով ես իրանից վերցնում։ Կոդը չկրկնելու հատկություն է։ Եթե ենթադրենք, ես ինչ որ բան եմ ուզում վերցնեմ B կլասից, ինչի կրկնեմ, հեծանիվ մի հնարեք, ժառանգեք։ Շատ լավ։ Ժառանգականությունը իմացանք ինչ է, կոդը չկրկնել, ուրիշ կոդից բան ստանալ, եւ դա կոչվում է պատկանում է այդ աշխարհին։ Մյուսը ագրեգացիա, կոմպոզիցիա։ Նո ագրեգացիա, կոմպոզիցիա մենք շատ անգամ ասել ենք, ստեղ էլ կդշենք, part of է կոչվում կամ ընդգրկում է կատեգորիան է նշում։ Ես օրինակ ասենք ծաղիկը եւ նրա գույնը բացարձակ ընտանեկան չի, այլ ֆոտոէֆեկտի տեխնոլոգիա է, ֆիզիկա է, քվանտովի մեխանիկա է, մաքուր։ Եվ այդ ֆոտոէֆեկտի անցումը քվանտովի մեխանիկայի եւ ֆոտոէֆեկտի անցումը էլեմենտների, էլեկտրոնների տարանջատման, բիոլոգիայի հետ կապված քվանտային վիճակի փոփոխությունը ինչևից է։ Ոչ մի կապ չունի ծաղիկների ընտանիքի հետ։ Կապ ունի, որ ինքը ոչ թե վարդ է, այլ գույն է։ Ես շատ եմ սիրում այս օրինակ ասել, ասենք կլասը ավտոմեքենա է, եթե տենց վերցնենք կարճով, կարզևով, եթե կլաս ան քարա, քարեմ ասում արդեն աստացվեց, եթե այստեղ ես գրեմ կոմպոզիցիա, այսինքն Sony կլասի ենթադրենք կա օբյեկտ, հավասար է new Sony, փակագծերը դնենք, C#-ով եմ ես դա ասում, կլասը չմոռանանք ունենք, ահա, կլաս, ուրեմն Sony-ն անպայման միտեղ պետք է լինի, կամ namespace-ում, կամ իմ մոտ կլաս Sony, կարող է namespace-ով լինի, library-ից վերցնենք, կլաս Sony թող լինի, այսենց, եւ այլն, ու փակագծերը դրեցի, այս սա կոչվում է կոմպոզիցիոն տեխնոլոգիա, պարզա կլասի մեջ ինքը պետքա գրվի data part-ում, մենք որ առաջին ասել ենք, տվյալների մաս, integer մաս, երկրորդ մասը ֆունկցիոնալ մասներ, որը եւ այլն ասել ենք արդեն։ Ահա ըստ իմ ավելի հասկանալի, մեքենայի մեջ Sony-ն էլեկտրոտեխնիկա է, այսինքն գնում է էլեկտրական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի աշխարհից։ Ինքը մեքենաշինության հետ բացարձակ կապ չունի։ Եվ դրա համար ինքը կոչվում է կոմպոզիցիա։ Ուսեղ մասնավոր դեպք եկեք սահմանենք, սահմանելը մի հատ էլ կսահմանենք, եթե մենք գրենք Sony օբյեկտ ու կեցտորակետ դրնենք, ինքը կդառնա ագրեգացիա, մենակ հասցե է, RAM-ում տեղ չի գրավում։ Ահա այս օբյեկտը RAM-ում տեղ չի գրավում դեռ։ Սա RAM-ում տեղ է գրավում, կոմպոզիցիան միանշանակ ոչ միայն տվյալների մասում է, այլ նաև RAM-ում տեղ է զբաղացնում։ Եվ չմոռանանք, որ ինքը RAM-ում տեղ է զբաղացում միայն եւ միայն RAM-ում տեղ զբաղվում են օբյեկտներ ստեղծելուց, այսինքն կոմպոզիցիան այս կարգով է շաբլոնը ինքը ցույց տալիս, ագրեգացիոն տեխնոլոգիան կոմպոզիցիա ագրեգացիա ենք դրել։ Պայմանավորվենք մի հատ մանրունք ասեմ, տեխնիկական մանրունք է,
կարող է ինչ-որտեղ, եթե իմ կլասը, A կլասը ունի կոնստրուկտոր, սա կոչվում է կոնստրուկտոր, որտեղ A կլասի անվանը բռնում է։ Եվ ստեղ գրեմ օբյեկտ հավասար է new ու փակեմ, կարմիրով ինչու եկավ չիմացա։ Այսինքն օբյեկտ հավասար է new, այսինքն new-ն դա RAM-ում տեղ է գրավում, ըստ C# է մաքուր։ Այ եթե որ ես օբյեկտը ստեղծում եմ, քանի որ ենթադրենք գրված է A օբյեկտ new եւ կոնստրուկտորում կախված է, այսինքն մոտարապես այսպես վերցնենք, ես ուրեմն Sony կոնստրուկտորում գրում եմ օբյեկտը Sony տեսակի է։ Ինքը էլի կոմպոզիցիա դա։ Մի քիչ երկար ստացվեց, բայց հասկանալի է։ Ուրեմն սա կոմպոզիցիա է, էլ ինչ գույներ ունեմ կանչեմ։ Մի վարքյան, կոմպոզիցիա է։ Օբյեկտը հասցե է, եւ այս new-ով ինքը տալիս է RAM-ում տեղ եւ ինքը նորից դառնում է կոմպոզիցիա։ Խնդրեմ։ Ուրեմն ագրեգացիա, կոմպոզիցիա փորձեցի տեխնիկապես բացատրել C# տեսակետից, մյուս լեզուներում գուցե մի քիչ ուրիշ ձևի լինի, եւ իրան համարեցինք, որ ինքը մասսա կազմում Sony-ն մասսա կազմում տվյալ ավտոմեքենայի մեջ։ Ասոցիացիա, էլի հարաբերությունն է։ Բայց ասոցիացիա ուրեմն ինչ որ սեմանտիկ կապ է։ Հիմա մենք այդ ասոցիացիան դատաբեյսերով կտեսնենք։ Օրինակ զատիկը նման չի ծաղիկին, զատիկը մի ուրիշ գույն է ստանում, ասոցիատիվ կապ է ստեղծում, տեսնենք ինչ կլինի դա, այս ասոցիացիան ես կբացատրեմ։ Ժառանգականությունը առանձին արդեն բացատրվում է, ես մի քիչ առաջ ասեցի, ժառանգականությունը կոդի չկրկնելու հատկությունն է, հիերարխիկ կառուցվածք օբյեկտ-օրիենտեդի, օբյեկտային մոդելի բարդ համակարգերի կատեգորիան վերցրել է, ասում եմ, որ հիշում եք հիերարխիկ կառուցվածք, բարդ համակարգերի 5 հատկանիշներից առաջինը, եթե մենք ուզում ենք լուծենք օբյեկտներով, հիերարխիա պետք է ունենա բացարձակ եւ այդ հիերարխիայի պատճառով դեկոմպոզիցիայի ենք վերածում։ Delegation-ը իր մի մասը, հանձնարարել ինչ-որ մի բան, C# delegate ունի չխառնվենք այստեղ եւ պարզա ժառանգականության ժամանակ բազմաժառանգում բանից պարզվում է որոշ լեզուներ թույլատրում է, որը լավ չի, կենթանական աշխարհում բազմաժառանգում կա, բայց մարդկությունը չէ, Homo sapiens-ը իր տեխնոլոգիայով պապան մեկն է լինում, կենթանական աշխարհում դա կա, C++-ում բազմաժառանգում կա եւ խնդիրներ կան, կոնֆլիկտներ ալնում, իսկ ասենք C#-ում ժառանգում չկա, կա բազմաժառանգում իմպլեմենտացիա, ինտերֆեյս, կոնտրակտ, դա լրիվ ուրիշ բան է։ Ինչևից է, այսինքն մենք այդպիսի տեխնոլոգիա ունենք եւ ժառանգականության ժամանակ միանգամից հանդես է գալիս մի շատ կարեւոր բան՝ պոլիմորֆիզմ, բազմաձևություն, ՕՕՊ-ում անցել եք, նույն ֆորմայի մեջ, նույն ֆունկցիայի մեջ տարբեր ձևերով կոդ լինի։ Նույն կլասների օբյեկտների աշխարհում abstract կլասի մեջ ենթադրենք տարբեր ուրիշ կլասների օբյեկտներ, բազային հղիչով ուրիշ կլաս աշխատացնել։ Ինչևից է պոլիմորֆիզմը շատ տարածված, շատ գնահատելի եւ եթե դուք որևէ տեղ հայց եք կատարում, պոլիմորֆիզմը շատ լավ եք բացատրում, որը ՕՕՊ-ից կարող եք օգտվել C#.net-ի, ապա դա համարվում է բարձր կարգի։ Պարզա կա դինամիկ եւ ստատիկ պոլիմորֆիզմներ, ծրագրավորման մեջ մեկը գերբեռնված մեթոդներով է, մյուսը վիրտուալ ֆունկցիաներով է, ну գոնե C# C++-ում այդպես է։ Եվ ագրեգացիա ընդհանուր մաս, այսինքն ես հիմա ուզում եմ ագրեգացիան ձեզ բացատրել, այս կոմպոզիցիայի part-ով մասը, Sony մագնիտոֆոնը կամ ձայնարկիչը։ Ագրեգացիան հետեւյալն է։ Ուրեմն ընդհանուր մաս հարաբերությունը։ Եթե ռոմբիկը դուք երբևիցե կտեսնեք, ռոմբիկը կնշանակի եւ դիզայն պատերներում մենք այդպես ցանկանում ենք եւ խոսում ենք, այս ռոմբիկը ասում է, որ այս կլասը գտնվում է ագրեգացիոն, կոմպոզիցիոն, ագրեգացիան, կոմպոզիցիան նույնը համարենք, էլի, ագրեգացիոն, կոմպոզիցիոն կապի մեջ այս կլասի հետ։ Պարզա, եթե ես հիմա փորձեմ այս ռոմբիկը դրա նշանն է, նույն երբեմն սլաք են դնում։
Այսինքն, եթե ծրագրերում, եթե դուք տեսնեք ուրիշ սլակ կա, այսպես երանգյունի, սա ժառանգականությունն է։ Սա OML-ներն են, Object Oriented Design Pattern-ը։ Ինչևից է, գծագրերում այդպիսի բան կա, եւ այդ գծագրերում կարող ենք ասել, որ ագրեգացիա կոմպոզիցիան վերևը բացատրեցի, ես դրա հետևից էլ չեմ ընկնում։ Այսինքն, ինքը ընդհանուր մաս հարաբերություն, այսինքն որևէ տեղ է գրավում իր արժեքներում։ Պարզ է, մեկը մասա կոչում է ընդհանուր, դրա հետևից այդքան չենք ընկնի, կլասը կարող է լինել ըստ արժեքի եւ ըստ հղման, մենք այդպիսի բան ունենք եւ այստեղ հենց դրա մասին էլ խոսում է, կապված է խիստ եւ ոչ խիստ կապվածության մեջ։ Այո, կոմպոզիցիան ըստ արժեքի է գալիս, ըստ հղմանը մենք անուն կդնենք ագրեգացիոն տեխնոլոգիա, որը որ մի քիչ առաջ ասեցի, ասենք ագրեգացիան ես համարում եմ երկուսի կապը։ Ուժեղ կապը դա կոմպոզիցիան է նյույով, այսինքն հղումով մենակ կապը, որ իմ գծագրում ես նշեցի մի քիչ առաջ, այս գծագրում, այս հղումով կապը, որ ես ասել եմ գույն միայն սևը կարող է լինել այս դիրքում, եթե սենց եք գրում, սենց լավ խոշորացնեմ, կեստորակետ, սա թույլ կապ, այսինքն դեռ հղումն է, դեռ չգիտենք ով բարեկամն է։ Ստացվում է, որ մեր ագրեգացիոն տեխնոլոգիան կոմպոզիցիա բառը չի օգտագործվում գուցե դիզայն պատերներում եւ այդպես ենք անվանում։ Եվ վերջինը, ասոցիացիա։ Վերևը ասեցինք, ասոցիացիա կա, բայց դեռ չգիտենք ինչ է։ Ու սեմանտիկ կապ դեռ հասկանալի չի, լեզվաբանական տերմին է։ Բայց միանգամից ես ասեմ, միանգամից պրակտիկայից սկսեմ։ Օրինակ ասոցիացիան ռելացիոն բազաներում է լավ երևում։ Բազայի մի աղյուսակը մյուսի հետ կապնվելուց գրվում է այսենց գիծ 1 աստղանիշ, 1 բոլորը բոլորին, երբեմն անվերջություն է գրվում։ Այս է կոչվում է, որ տվյալ օբյեկտը հիմնականում այս 3 կատեգորիաներ եկեք վերցնենք. one to one, one to many եւ many to many։ Եթե բեսերից անցած են լինում եւ այս պրակտիկան մեզ օգնում է։ Մեզ մոտ նույնպես կա։ Եթե դու կլասում գրեք լիստով ծրագիր, լիստը կա, սևը չեմ սիրում, ասենք template-ով գրեք, ասենք list object, հավասար է new list, էլի template-ով։ List-ը վեկտոր է։ List-ը մի օբյեկտով շատ օբյեկտների կապ է հաստատում, այսինքն մի օբյեկտով, list-ի մի օբյեկտով, ենթադրենք անուն դնենք OB, հետագայում այդ list-ի OB կետով, add-ով եւ այլն, եթե array է, նաեւ i-ով, մենք շատի հետ ենք կապնվում, այսպիսով։ Եթե դու collection-ի հետ կապ ունեք, սա կոչվում է մեկը շատի, պետք է գալիս։ Մեկը մեկին սովորական, մեր սովորական link-ն է, a object new a եւ այլն, ոչ մի խնդիր, եւ բոլորը բոլորին, որը մի քիչ բարդություն է, եկեք ստեղ այդքան չկատարենք։ Բոլորը բոլորին տեխնոլոգիան նշվում է ai մոտ այս սրանով one to many, բոլորը բոլորին, որ հա many to many, այս է։ Այս շվատ եկավ գույնը, եկեք ջնջեմ, էլի։ Ուրեմն բոլորին ասեմ ու վերջացնենք։ Նայ, many to many գնորդը կարելի է դիմել շատ առևտրական ագենտների, շատ առևտրական կետերի։ Եվ ամեն ագենտական ագենտ կա ունենալ բազմաթիվ գնորդներ։ Ուրեմն բազմաթիվ գնորդներ, մարդ որ գնում է խանութ, եւ բազմաթիվ խանութներ հարաբերությունը, եթե մենք աբստրակցիայի բերենք եւ նկարագրենք, դարձնենք շաբլոն որպես ասենք կլաս գաղափարախոսության, ապա ստեղ էլ կաշխատի բոլորը բոլորին տեխնոլոգիան։